Հերթական ևս մեկ թիվ առեղծվածային թվերի շարքից բավարար նյութ կա այսօրվա քարոզախոսության համար 70 թվի մասին պիտի խոսենք այն մի շարք պարագաներում խորհրդանշում է որպես ամբողջություն completeness այլ պարագաներում աստվածային առաջնորդություն մի երրորդ պարագայի էլ նաև ժամանակաշրջան period of time Այս նյութերի մասին, որ խոսում ենք, քարոզախոսության սկզբում ընդհանրապես որտեղից ենք պեղում, հին ուխտից, սկսում ենք հին ուխտից, դե եկեք փորենք և տեսնենք ինչեր կան այս թվի հետ կապված։ Ջրհեղեղից հետո քանի հոգի ազատվեցին, 8 հոգի, Նոյը, իր կինը, 3 զավակները և 3 հարսները։ Մարդկության հաջորդական սերունդները նրանցից եկան։ Եկեք կարդանք Ծննդոց 10-րդ գլխից առաջին մի քանի համարները և Նոյի որդիների Սեմի, Քամի և Հաբետի ծնունդները սրանք են։ Ջրհեղեղից հետո անոնց որդիները ծնան Հաբետի որդիները Գոմեր, Մագոգ, Մադա, Հավան, Թոբել, Մոսոկ, Թիրաս էին, Գոմերին որդիներ Ասքանաս, Ռիփատ և Թորգոմա էին և Հավանի որդիները Եղիսա, Թարսիս, Կիտացիներ և Դոդացիներն էին, ազգերին կղզիները իրենց երկրներով ամեն մեկը իր լեզվի պես ազգերի մեջ իրենց տոհմերով անոսմե բաժնվեցան։ Քամի որդիները Քուշ, Մեստորեն, Փութ, Քանան, Քուշին որդիները Սաբա, Եվիլա և այսպես շարունակաբար։ Այս անունները մեզ հավանաբար ոչինչ չեն տալիս, մենք ընդամենը 5-6 համար կարդացինք, բայց մինչև 32 համարը հաջորդական միայն ու միայն անուններ է գրված։ Եվ այս ամենը ինչով է կարևորվում։ Սրանք ազգերի անուններն են։ Այդ անձերից ազգեր ձևավորվեցին։ Ազգերի ծագումնաբանությունը Եվ այն գտնում ենք միայն Սուրբ գրքում, աշխարհը չունի այս տեղեկությունները։ Նրանք չեն կարող ասել, թե ինչպես եղավ ստեղծագործությունը, ումից հետո ով առաջացավ, չունեն այդ բաները։ Միայն Սուրբ գիրքը։ Ուրեմն Հաբետից առաջացած ազգերը տարածվեցին Եվրոպայում և Փոքր Ասիայում, Սեմից եբրայցիները, Քամից աֆրիկյան ազգերը։ Իմանում ենք նաև, որ Հաբետի որդի Գոմերից ծնվեց ով? Թորգոման, ով էլ հանդիսանում է Հայք Նահապետի հայրը։ Հետևաբար, մեզ հայերիս համար շատ հստակ է այդ ծագումնաբանությունը։ Հաբետ, Գոմեր, Թորգոմա և Հայք։ Ուրիշ ինչով է նշանավորվում այս ազգաբանությունը, ուղղակի գրված է 70 ազգ, ոչ ավելի և ոչ պակաս, 70։ Լավ, բա մյուս ազգերը, միավորված ազգերի կազմակերպության մոտ գրանցված է 193 երկրներ։ Մի շարք ազգեր շատ ավելի ուշ են առաջացել։ Օրինակ, 882 թվականին Քրիստոսի թվարկության հիմնադրվել է Կիևյան Ռուսյան Կիև մայրաքաղաքով արևելյան Եվրոպայի սլավոններից կազմված։ Ռուսները այդ ժամանակ Ռուսաստան չէին, մոսկովիներ էին կոչվում։ Եվ իրենք շատ խառնուրդ են տարբեր անգամ ֆինների և արևելքի ժողովուրդների։ Ուրեմն մեկ տասնյակից ավելի սլավոնական ազգերը այս Ծննդոց 10-րդ գլխի 70 ազգերի մեջ չեն մտնում, ուշ են առաջացել։ Նույն ձևով թուրքերը և թուրքալեզու բոլոր ազգերը, թուրքերը ընդհանրապես քոչվոր ցեղ են, վայրագությամբ սպանելով, իրենց ճանապարհին ամեն բան ջնջելով։ 12-րդ դարում կենտրոնական Ասիայից հասել են Անատոլիա, դե իրենց ճանապարհին ամեն ինչ ամայացնելով, ինչպես Վիկտոր Հյուգոն է գրել, եթե
տեսնեք ավերվածություն, distraction, ուրեմն այնտեղից թուրք է անցել։ Եվ ներկայիս հիմա այդտեղ փառավոր ձևով իրենք հարմարվել են, բայց 12-րդ դարից առաջ այնտեղ ովքեր էին ապրում, հույներ, ասորիներ, հայեր եկան եւ իրենց համար ապրելու տեղ ստեղծեցին մյուս ազգերին ջնջելով, սպանելով։ Եվ նրանք ցակում են առել մոնղոլ թաթարներից, թուրքերը ունեն սեփական ինքնություն, identity եւ դիմագիծ իրենց, որպես ազգություն։ Հետևաբար բացառված է, որ նրանք ընդգրկվեն Ծննդոց 10-րդ գլխում։ Հрьяաները միջև հիմա, երբ որ աշխարհի ազգերի մասին խոսում են, ասում են Աստծո ստեղծած 70 ազգերը։ Եվ իրենք փառատոն ունեն, որ կոչվում է Սուկոտ, այդ փառատոնի ընթացքում 70 ցուլ են մորթում, զոհ են անում ամեն մեկ ազգի մեղքերի համար, որովհետև ճանաչում են ընդամենը 70 ազգեր, original։ Մյուսները ուրիշ ազգերից սերված են տարբեր խառնուրդներով։ Ովքեր են ազերիները, նրանք կոչվում են կովկասյան թաթարներ, եւ այդ ատրպատականի շրջանը, որտեղ հիմա իրենք բազմել են, ապրում են, նաեւ այդտեղի ապրողները կոչվում են ալբանացիներ։ Եվ եթե մեկը ասում է, որ ինքը ալբանացի է, եւ հայր մերը չգիտի, հետեւաբար ինքը Սայդի սերունդ է։ Հասկանում եք։ Ուրեմն Ծննդոց 10-րդ գլուխ Աստծո ստեղծած նախնական 70 ազգերը, եւ սա ինչ է, այստեղ 70 թիվը ամբողջացում, ավարտական գործ Աստծո կողմից։ Հիմա մենք կարող ենք լավ զգալ, որ մենք որպես ազգություն այդ 70 օրիջինալ ազգերի մեջ ենք մտնում, բայց չհպարտանանք, որ շատ հաճախ ասում ենք, մենք առաջին քրիստոնյաներն ենք եւ այլն, բայց Աստծո խոսքը ասում է, չլինի, որ առաջինները վերջինները լինեն։ Ծննդոց 46-րդ գլխի 8-ից 27 համարներում նշված են Հակոբ նահապետի որդիների սերունդները։ Մեկ առ մեկ գրված է։ 27-րդ համարում կարդում ենք. Եգիպտոս գնացող Հակոբի բոլոր տունը քանի հոգի պիտի լինեն? 70-ի մասին ենք խոսում, 70 հոգի։ Պատահականորեն համընկավ 70-ը։ Պատահական է։ Աստծո գործը միշտ ավարտված գործ է։ Այս 70-ը ցույց է տալիս ազգի ամբողջությունը, totality of the nation։ Մեկ ուրիշ ուրեմն վկայություն Ելից 1:5-ը Հակոբի երանքից ելած բոլոր հոգիները քանիսն էին 70-ը։ Ինչու ենք այս վկայությունները բերում, նաև պարզաբանման կարիք էլ կա այստեղ, որովհետև եթե կարդաք Գործք առաքելոց 7-րդ գլուխ եւ 14 համարը, այնտեղ գրված է. Հովսեփը կանչեց իր հորը Հակոբին, չէ՞ որ Եգիպտոս գնացին պանդխ տանալու, ու բոլոր ազգատոմը որքան է, ոչ սխալվեցիք, գրված է 75 հոգի։ Միթե այստեղ սխալմունք կա, ոչ բոլորովին, հաշվարկի տարբերություն է այստեղ։ Այս պարագային 70 հիմնական անձերին, որոնց մեջ են նաև Հոսեփի երկու որդիները, Մանասեն եւ Եփրեմը, այս թվի վրա ավելացած են նաև նրանց զավակները եւ դառնում է 75 հոգի։ Ուրեմն պիտի բաներ կան, որ պիտի ավելի սերտենք հասկանալու համար։ Ուրեմն այդ թիվը դարձավ 75, բայց օրիջինալ այն ինչ որ ծննդոցի մեջ գրվեց 70 հոգի էր։ Մովսես մարգարեն առաջնորդում էր ժողովրդին Եգիպտոսի գերությունից դեպի Քանանու երկիրը տանելու։
Շատ ծանր գործ էր։ Գրված է, որ 600,000 միայն այր մարդիկ էին եւ ընդհանուր հաշվարկով, եթե կանայք, երեխաներ, մոտավորապես 2.5-ից 3 միլիոնի չափ մարդիկ դուրս եկան։ Եվ այս մարդկանց մեջ տրտունջներ, դժգոհություններ, ապստամբություններ, խեղճ Մովսեսը ինչ աներ։ Եվ Աստծուն գանգատվում էր ասելով. «Տեր, քիչ է մնում ինձ քարկոծեն, սրանց բեռը չեմ կարողանում կրեմ»։ Աստված ինչ հրամայեց երկնքից։ Եկեք կարդանք Ելից 24-րդ գլխից առաջի համարից։ Եվ Տերը Մովսեսին պատասխան տվեց. «Տիրոջ ելեք դու եւ Ահարոն, Նաբադ եւ Աբիուդ ու Իսրայելի ծերերեն 70 հոգի ու հերվից երկրպագություն արեք, բայց միայն Մովսեսը թող մոտենա Տիրոջը, անոնք թող չմոտենան ոչ շալ ժողովուրդը անոնց հետ»։ Մովսես եկավ Տիրոջը եւ բոլոր խոսքերը ու կարգադրությունները, որ բնագրի մեջ գրված է դատաստանները ժողովրդին պատմեց։ Բոլոր ժողովուրդը միաձայն պատասխան տվին եւ ասին. «Տիրոջ ըսած բոլոր խոսքերը պիտի կատարենք»։ Մովսես Տիրոջ բոլոր խոսքերը գրեց եւ արտուն կանուխ ելավ ու լեռան տակ սեղան շինեց 12 արձան կանգնեցրուց Իսրայելի 12 ցեղերի համեմատ եւ Իսրայելի որդիներեն պատանիներ ղրկեց, որոնք ողջակեզներ մատուցանեցին եւ խաղության զոհերի համար զվարակներ զոհեցին Տիրոջը։ Մովսես արյունի կես առավ, կոնքերի մեջ դրավ եւ արյունի կեսը սեղանի վրա սրսկեց ուխտի համար էսա։ Ապա առավ ուխտի գիրքը եւ ժողովրդի առջեւ կարդաց եւ անոնք ասին. «Տիրոջ բոլոր ըսածը պիտի կատարենք ու անոր պիտի հնազանդենք»։ Երանելի են բոլոր այն մարդիկ, ովքեր որ Տիրոջը հնազանդում են եւ նրա ասածները կատարում են։ Մովսես առավ արյունը ու ժողովրդի վրա սրսկեց եւ ասավ. «Ահա բոլոր այս խոսքերի համաձայն Տիրոջ ձեզի հետ ըրած ուխտի արյունը»։ Այն ատեն Մովսես եւ Ահարոն, Նադաբ եւ Աբիուդ եւ Իսրայելի ծերերեն 70 հոգի ելան։ Ուրեմն տեսնում եք նաեւ այս պարագային 70 հոգին ինչի համար ընտրվեցին սրանք։ Աստծո այդ գործակցություն է։ Մովսեսին նրանք պիտի օգնեին։ Այդ բոլոր հարցերը Մովսես ամեն մեկին հնարավորություն չուներ հարցերի լուծում տար։ Եվ շատ հաճախ մարդկանց մեջ վիճաբանություն էր առաջանում, արդարության պիտի այդ հարցերը քննեին, հետևաբար 70 հոգի ընտրվեց, որ այս պարագային 70-ը ինչ է ցույց տալիս։ Աստծո նախախնամությունը եղող բոլոր հարցերի լուծման համար։ Հետագայում այս 70 հոգու սկզբունքը հրեաները նաև գործածեցին, երբ որ Սենեդրին ունեցան, այդ ծերակուտականը այն ժամանակ 70 հոգիներից էր բաղկացած։ Աստված արտոնեց, որ Իսրայելը մեկ այլ աքսոր գնա գերության։ Եգիպտոս գնաց որքան էր 430 տարի։ Եվս մեկ գերության Աստված նրանց ուղարկեց, եւ սա Բաբելոն էր նույնպես 70 տարի։ Լավ Տեր Աստված մեկը մյուսի ետևից ինչու համար։ Սա էլ նրանց համար դաստիարակչական մի պատիժ էր, որովհետև կռապաշտ էին դարձել, որովհետև հեթանոսների հետ էին հարաբերվում, նրանց հետ ընտանիք էին կազմում։ Աստված նրանց այս կերպով հնազանդություն էր սովորեցնում։ Դանիելի մարգարության առաջի 5 գլուխները այս աքսորի պատմություններն են Նաբուգոդոնոսորի իշխանության տակ, եւ Նաբուգոդոնոսորը հպարտ մեկն էր։ Սա այն ազնվորությունն էր եւ ելավ այդ ամեն թակարությունը տեսավ ասավ, սա իմ ձեռքիս ու բազուկիս ուժով սարքեցի, այսինքն սրա տերը ես եմ։ Մենք գիտենք պատմությունը, թե ինչպես Աստված նրան հարվածեց անասունի նման դարձավ եւ հետո ինքը ապաշխարեց, ճանաչեց ով է ճշմարիտ իրական Աստվածը։ Նաբուգոդոնոսորը մի արձան կանգնեցրեց, հսկա արձան, եւ ասաց բոլորը պիտի գան երկրպագություն անելու։ Եվ այդ պատմությունները շատերը գիտեք, Սեդրակ, Միսակ, Հաբեդնակով 3
աստվածապաշտ նվիրյալ անձեր ասեցին մենք չենք երկրպագի այդ արձանին, Նաբուգոդոնոսորի հրամանը հնոցի մեջ կրակով այրված 10 անգամ ավելացրեք այդ կրակը, նետեցին հնոցի մեջ և հետո տեսան, որ 3-ն էին հնոցի մեջ, բա ինչպես եղավ, 4-րդ մեկն էլ հայտնվեց այնտեղ Աստծո որդու նմանությամբ, Հիսուս իրենց հետ էր։ Եվ երբ որ այնտեղից դուրս եկան, անգամ խանձվածի հոտ նրանց վրա չկար։ Աստծո կատարյալ պաշտպանությունն էր դա։ 70 տարի այդպես շարունակվեց, մինչև որ Մարերի Դարեհ թագավորը իշխանության եկավ և նրանց գերության ժամանակաշրջանը ավարտվեց։ Որքան էր այդ ժամանակաշրջանը 70 տարի։ Ուրեմն այս պարագային 70 թիվը խորհրդանշում է դատաստան, պատիժ և մաքրագործում, purification, պիտի մաքրվեին իրենց մեղքերից։ Աստծո առջև նրանց կատարած ամենամեծագույն մեղքը որն էր։ Կռապաշտությունը։ Աստված նախանձախնդիր է իր փառքի համար։ Թույլ չի տա, որ իր փառքը ուրիշ մեկին տան։ Անցյալ անգամ հպանցիկ մարդու շնորհված կյանքի տարիների մասին խոսեցինք, այսօր բուն մեր նյութին է վերաբերում դա, եկեք կարդանք Սաղմոս 90-ից և 9 համարից։ Վասնզի մեր բոլոր օրերը քո բարկությունովդ կանցնին, և Աստված ամեն օր մեղավորի վրա բարկացած է, նաև գրված է իր սուրը քաշել է, որ պիտի հարվածի։ Մարդ արարածին ասում է, որ դու մեղավոր ես, դու Աստծուն գալու պետքությունն ես, դու փրկչի պետքությունն ես, և մարդը անարգում է դա։ Բայց Աստված այնքան ողորմած է, երկայնամիտ է, չի ուզում, որ որևէ մեկը կորսվի, այլ որ բոլորը ապաշխարեն։ Մեր տարիները ցնորքի պես, մեր կյանքի տարիները 70 են։ Սա Աստծո կողմից հաստատվեց որպես միջին տարիք, և գիտենք, հիմա Աֆրիկայում 45-50 տարին արդեն համարվում է, որ ծերացել են, բավական երկար կյանք են ապրել։ Եվ ասենք զարգացած երկրներում, Միացյալ Նահանգներում, անգամ 80 տարին դեռ ոչինչ չի համարվում, շատերը 90-ն են հասնում, անցնում են 90-ից։ Եթե զորությունով 80 էլ լինեն, տակավին անոնց փառքը աշխատանք ու ցավ է։ Մարդիկ երկար տարիներ աշխատում են, այո, իրենց հանապազորդ հացի համար։ Վասնզի անոնք շուտով կանցնին և մենք կթրջինք։ Ով գիտե քու բարկությանը զորությունը և քու սրտմտությունը քու վախիթ համատ։ Այնպես սովորեցրու մեզ մեր օրերը համրել, որ սրտի իմաստություն ստանանք։ Այսինքն ճանաչենք ով է Աստված և նաև ինչ ծրագիր ունի մեզ համար, Աստված ինչպես է ուզում, որ մենք ապրենք։ Եվ դրա համար ունենք առաջնորդող խոսքը, Սուրբ Գիրքը մեր ձեռքերի մեջ դրված։ Մարդկանց Աստված այս կյանքը տվել է։ 70, 80, 90 ապրում են, բայց մարդիկ առանց Աստծու վատնում են այդ կյանքը։ Տարիները անցնում են, և մարդիկ Աստծուն չեն ճանաչում։ Այդպիսիների համար Աստված ասում է, նրանք նման են այն վիժվածքին, որ խավարով եկավ և խավարով գնաց ու երբեք լույս չտեսավ։ Ինչ ցավալի բան է, չէ՞։ Աստված մարդուն կյանք տա, լույս աշխարհ գան, Աստծո բարիքները վայելեն, Աստծո պաշտպանություն ունենան իրենց կյանքի մեջ և չճանաչելով այս աշխարհից հեռանան։ Ոչ թե որ հնարավորություն չունեն ճանաչելու, այլ շատ ձևերով և շատ կերպերով Աստված մարդկանց հետ խոսում է։ Բայց մարդիկ անհաղորդ են, մարդիկ մերժում են,
Եվ ի վերջո նրանք Տիրոջ առջև պիտի կանգնեն եւ իրենց ապրած կյանքի համար պատասխան պիտի տան։ Հոբը շատ իմաստուն գրություններ ունի, եկեք կարդանք մի քանի համարներ Հոբի գրքից, Հոբ 9-րդ գլուխ 25-26 համարները։ Արդ իմ օրերս սուր հանդակից արագ են։ Ֆեդեքսով ձեզ ապրանքներ են բերում, արագ բերում են, նետում են, գնում են։ Սուր հանդակ այն ժամանակ մեկն էր, որ ձիու վրա նստած, մեծ արագությամբ մի տեղից մյուս տեղ լուր պիտի տաներ, դա կլներ գրված մի որևէ նամակ կամ բառացիորեն պիտի փոխանցեր։ Սուր հանդակից արագ են անցնում մեր օրերը, փախան առանց բարություն տեսնելու, արագընթաց նավերի պես, որցի վրա հարձակվող արծվի պես կանցնին։ Վստահաբար տեսել եք, այդպիսի վիդեոներ շատ կան, արծիվը երկնքից կարծես մի քարի կտոր, այդպիսի արագությամբ իր զոհի վրա հարձակվում է եւ բռնում է զոհին։ Այդ ձևով է նկարագրում Հոբը, թե ինչպես է անցնում իր կյանքի օրերը, որ ընդհանրական է բոլորին է վերաբերում։ Նաեւ 8-րդ գլխի 9 համար Վասնզի մենք երեկվաններն ենք, ուն բանը չենք գիտեր, քանզի մեր կյանքը երկրի վրա ստվեր է, shadow, արևը երբ որ իր դիրքը փոխում է, ստվեր անցնում է, այդ կերպով, արագընթաց ձևով անցնում է մեր կյանքը, շատ կարճ է, անցողիկ է, Աստված մարդու համար ասում է դուք պանդուխտներ եւ անցվորներ եք։ Այսինքն երկրի վրա մեր կյանքը պիտի ավարտվի։ Անկամ 100 տարին ոչինչ չէ։ Որտեւ Աստված մարդ արարածին ստեղծել է հավիտյան ապրելու համար։ Մենք մահով մեր մարմինն ենք մեր վրայից հանում, բայց մեր էությունը, մեր ինքնությունը, մեր եսը, մեր հոգին հավիտյան պիտի մնան։ Եվ հարցերի հարցը սա է, որտեղ պիտի անցկացնենք մեր հավիտենականությունը։ Հոբից էլի կարդալիք ունենք 14-րդ գլուխ առաջի երկու համարները կարդանք։ Այս մարմինս փտած բանի պես է եւ ցեցից կերված լաթի պես մաշում է։ Երիտասարդ մեկը իր մարմինը, չէ, ապա տարիներ այդ մարմինը սկսում է ծերանալ, փչանալ։ Կնոջ մեջ ծնված մարդը կարճ կյանք ունի, որ թշվառությունով լեցուն է, ծաղկի պես կել է եւ կկտրվի։ Նրանք ովքեր որ ծաղիկ են աճեցնում, գիտեն թե դա ինչպես է տեղի ունենում, ծաղիկը կոկոմը հետո բացվեց, շատ գեղեցիկ է, հրաշալի է, եւ հոտը, անշուշտ Ամերիկայում չկա այդ հոտը, հա, բայց դրա հոտը կա, հետո կարճ ժամանակ հետո սկսեց խամրել, չէ, թորոմել եւ վերջ։ Ահա այդպիսին է մարդու կյանքը, եւ Պետրոս առաքյալ առաջին նամակում ասում է, առաջի գլուխ 24 համար. Ամեն մարմին խոտի պես է եւ մարդու բոլոր փառավորությունը խոտի ծաղկի պես։ Խոտը կչորանա եւ ծաղիկը կթափթփի, միակ բանը որ հավիտյան կմնա, դա ի՞նչն է։ Աստծո խոսքն է, որ հավիտյան կմնա։ Ուրեմն այս մարմինը մեր վրա ունենք հիվանդացող, ծերացող, մեռնող մարմինը։ Մի օր մեր վրայից պիտի անենք ամեն մարդ։ Այս կյանքի մեծագույն հրամայականը եւ տրված Աստծո կողմից որն է, մտածենք մեր հոգիների փրկության համար։ Այդ փրկությունը եկել հասել է, այն Հիսուսի միջոցով է բերվել եւ կոչվում է շնորհք։ Ինքը մեզ համար ամեն չարչրանք, տառապանք կրեց, մեր փոխարեն խաչվեց, ասում է. դիմիր ինձ, ստացիր փրկությունդ։ Աստված ձրիորեն այդ փրկությունը շնորհում է մարդուն, եթե մարդը հավատքով դիմում է իրեն։ Փրկությունը ինչպիսին է, անհատական, ամեն մարդ ինքը,
ոչ իմ հավատքս իմ զավակիս կփրկի, կամ կողակցիս կփրկի, ոչ էլ իմ հորս հավատքը ինձ կփրկի, ես պիտի հավատամ, ես պիտի ապաշխարեմ Տիրոջ առջև։ Մի երիտասարդ սև սքեմավոր, ուրեմն սրբազան շարժման մասնակից իբրև թե պիղծ շարժում է, մենք դա գիտենք, կղերական է, ներկայանում, լուրջ դեմքով մարդկանց խաբում է, ասում է, ինչ անհատական փրկություն, փրկությունը հավաքական է, փրկությունը համայնքային է, այսինքն այդ համայնքի քահանան եւ պետք է անձնավորությունը ամեն կիրակի գնա պատարագին մասնակցի, այսինքն քահանան է փրկությունը տալիս, հասկանում եք ինչ է կատարում, խաբեությամբ խաբեություն, այս մարդը սրբազան շարժմանը, որ մասնակցում էր, զարմանում եմ, միգուցե թաքուն մեդալ տվեցին Մոսկվայից, չգիտեմ, այսպիսի հեքիաթ պատմելով մարդկանց խաբել են ու խաբում են, փրկությունը անհատական է, ամեն մարդ ինքը պիտի ապաշխարի Տիրոջ առջև գալու, այլապես փրկություն չունենա, Աստված այնպես սիրեց համայն մարդկությանը հավաքականորեն, որպեսզի ով որ հավատա, ով որ ամեն մեկ անձնավորություն իր փրկությունը պիտի գտնի Տեր Հիսուսին հավատալով։ Եվ եթե այսպիսի խաբեական բաներ են խոսում, մարդիկ են նայում են սև սքեմ հագած, լուրջ դեմքով, երիտասարդ, խաբվում են։ Այդ քահանան, որ փրկություն պիտի տա, քահանան ինքը պիտի փրկվի դեռ, իր չար գործերից պիտի ապաշխարի։ Փրկության միակ միջոցը Հիսուսն է եւ միայն Հիսուսը, ով է որ քեզ եւ ինձ համար զոհվեց Հիսուս Քրիստոս, ով է որ քեզ եւ ինձ համար իր թանկ արյունը թափեց, իր կյանքը տվեց Հիսուս, ով է որ քեզ ու ինձ համար մեռելներից հարություն առավ եւ հարության հույսը բերեց, նրա անունը Հիսուս Քրիստոս է, մեկ անուն ենք ճանաչում եւ վերջ։ Տեր Հիսուս բազմաթիվ առակներ պատմեց։ Աշակերտները եկան այդ մասին հարցրեցին։ Այս առակները հաճախ չէին հասկանում։ Եկեք կարդանք Մատթեոս 13-րդ գլխում մասնավորաբար երկնքի թագավորության առակները կան սքանչելի են։ Ամեն մեկը միադամանդ է, իրենց մեջ ինչպիսի խորհուրդներ ունեն։ Ուրեմն Մատթեոս 13-րդ գլուխ 10 համարից կարդանք։ Աշակերտները մոտենալով Հիսուսին ասեցին. Ինչու համար առակներով կխոսիս անոնց։ Նա էլ պատասխան տվեց եւ ասաց. Այսօր համար, որ ձեզ տրված է գիտենալ երկնքի թագավորության խորհուրդները, բայց անոնց տրված չէ։ Ինչու չի տրված։ Որտեվ չեն ուզում իմանան։ Քանիսս Հիսուս խոսեց, ականջներն էին փակում, որ չլսեն։ Վասնզի ով որ ունի, անոր պիտի տրվի։ Եվ ավելնա, եւ ով որ չունի, ունեցածն էլ անկե պիտի առնվի, որ կարծում է, որ ունի, բայց իրականության մեջ չունի։ Հիմա մարդիկ կան ասում են, որ հավատում ենք, քննություն ես անցկացնում, երկրորդ նախադասությունից հասկանում ես, որ ինքը հավատ չունի։ Այսօր համար առակներով կխոսիմ անոնց, որ կտեսնեն ու չեն տեսնել, կլսեն ու չեն լսել ու միտք չեն առնում, այստեղ է ամբողջ իրենց ողբերգությունը։ Անոնց վրա պիտի կատարվի Եսայի մարգարեությունը, որ կսել, լսելով պիտի լսեք եւ պիտի չիմանաք, տեսնելով պիտի տեսնեք եւ պիտի չտեսնեք, վասնզի այս ժողովրդի սիրտը թանձրացավ եւ իրենց ականջներով ծանր լսեցին, աչքերները գոցեցին, որպեսզի չլա թե աչքերով տեսնեն եւ ականջներով լսեն եւ սրտով իմանան ու դարձիկան եւ ես անոնց բժշկեմ։ Մյուրիշ տեղել ինչ է ասում, ասում է միայն իրենց շրթունքներով ինձ կպատվեն, բայց իրենց սիրտը զատված եւ հեռացած է։ Բայց երանի է ձեր աչքերուն, որոնք կտեսնեն եւ ձեր ականջներուն, որոնք կլսեն։ Քանզի ճշմարիտ կսեմ ձեզի,
Թե շատ մարգարեներ եւ արտաներ փափագեցան, ձեր տեսածները տեսնել ու չտեսան, եւ ձեր լսածները լսել ու չլսեցին։ Հիսուս իր աշակերտներին երանի տվեց։ Նաեւ Թոմասի օրինակով մենք կարող ենք ասել, որ մենք կրկնակի երանի ենք, որովհետեւ չենք տեսել ու հավատում ենք։ Երանի են բոլոր նրանք, ովքեր չեն տեսել ու հավատում են։ Հիսուս քանի առակ գրեց, ով գիտի։ Ինչ թիվ ենք քննում։ Սուրբ գրքում ոչ միտեղ չեք գտնի, որ գրված լինի Հիսուս 70 առակներ պատմեց։ Բայց երբ որ սկսում ենք քննել, 4 ավետարաններ ունենք, որոնց մեջ այդ առակները գրված են։ Առակ կա, որ 4 ավետարանի մեջ էլ գրված է, եւ առակ կա, որ միայն 1 ավետարանի մեջ է գրված։ Կրկնօրինակները չի հաշվում, միայն զուտ պատմած առակների թիվը 70 է, 70 է։ Ինչ է համընկավ այդ թիվը։ Այդ թիվը համընկավ coincidence բոլորովին։ Այս առակներից ամեն մեկը կյանքի դաս է։ Այս առակներից ամեն մեկը իր մեջ վարդապետություն ունի։ Իմաստությամբ լեցուն եւ ավարտուն իրենց ասելիքով։ Գանձի առակը, մարգարիտի առակը, հա, ծովը նետված ուրկանի առակը, աղեկ եւ ոչ աղեկ ձկները, չէ, խմորի առակը, որոմի առակը, սերմնացանի առակը, բազմաթիվ հրաշալիքներ են սրանք, հրաշալիքներ։ Հետաքրքիր խոսակցություն տեղի ունեցավ Տեր Հիսուսի եւ Պետրոսի միջև։ Պետրոս կարծում էր, որ ներելու համար 3 անգամը բավարար է։ 3 անգամ կարող է ներել եւ 3 անգամ կարող է ներվել։ Եվ Հիսուսին եկավ իր հետ խոսելու այն նպատակով, որ Հիսուս իրեն գովի։ Ասի Պետրոս, «Էս ինչ սիրտ ունես դու։ Էս ինչ սիրտ ունես։ Չի սպասում քեզնից։ Եկեք կարդանք»։ Բայց Հիսուս ուրիշ բան ասավ։ Անշուշտ 7 թիվը, երբ որ քննում ենք, այս նյութը շոշափեցինք, բայց եկեք նաև այդ համարները կարդանք, չենք ծանրանա, որովհետև 7 թվի մեջ շատ ավելի խորը խոսեցինք։ Մատթեոս 18-րդ գլուխ 21-ից 23 համարները։ Այն ատեն Պետրոս մոտեցավ Հիսուսին եւ ասավ. «Տեր, քանի անգամ եթե եղբայրս իմ դեմ մեղանչե, պետք է ներեմ նրան»։ Միջև 7 անգամ։ 7 անգամ եւ 3 Հիսուս պիտի իրեն գովեր։ Հիսուս սավանոր, քեզի չեմ ասել թե միջև 7 անգամ, հապա միջև 70 անգամ 7։ 70 անգամ 7 որքան է անում 490։ Հիսուս չի ասում, որ հաշվեք, երբ որ 490-ը լրանա, 491-ին այլևս մի ներեք։ Հիսուսի ասածը ինչ է, որ այն պիտի լինի շարունակական։ Այս 70 թիվը խորհրդանշական է։ Այն չի նշանակում հենց 70-ը վերցնենք, կամ 7 անգամ 70-ը վերցնենք։ Ուրեմն շարունակական, եթե եղբայրդ քույրդ քու դեմ մեղանչում է եւ գալիս է ասում է ների, պիտի ներես նրան, որովհետեւ Տերը մեզ ներեց եւ մենք հանցանքների ու մեղքերի մեջ մեռած ենք։ Երբ որ մենք իր առջև որպես թշնամի ենք, հակառակ ենք իրեն, ինքը մեզ ներեց։ Ուրեմն մենք էլ պետք է մեր եղբայրներին եւ քույրերին ներենք։ Հիսուս 12 աշակերտներ ընտրեց, նրանք կոչվեցին առաքյալներ։ Բացի սրանցից նաև ուրիշ աշակերտներ ունեցավ։ Նրանց թիվը քանիսներ։ Հա? 70։ Հիմա կարդանք եւ կտեսնեք, որ 70 չի։ Ղուկաս 10-րդ գլուխ առաջի համարից։ Այս բաներից հետո Տերը ուրիշ 72 էլ որոշեց
եւ զանոնք իր արչեվեն երկու ղրկեց բոլոր քաղաքները ու տեղերը ուր պիտի երթային։ Եվ սամանոց հունցքը շատ է, բայց մշակները քիչ, ուստի հունցքին Տիրոջը աղաչեք, որ մշակներ հանի իր հունցքին։ Գացեք, ահա ես ձեզ կղրգեմ իբրև գառներ գայլերի մեջ։ Դե պարզ է աշխարհը, որի մեջ սատանայի հոգին է ներգործում, իրապես այդ միջավայրն է։ Ձեզ հետ քսակ մի առեք, ոչ էլ պարկ, ոչ կոշիկներ, ու ճամփին մարդուն բարև մի տակ։ Ինչու՞, բարև Աստծունը չի։ Այսինքն պարապ մի կանգնեք դատարկես բանից այն բանից խոսելու, ձեր ժամանակը կվերցնի։ Այլապես բարև Աստծունն է։ Անկամ անծանոթին պիտի բարևես։ Այդպես չի։ Կողքիցը տանցնում է, դեմիցը տանցնում է, բարևի ինչ կա դրա մեջ։ Եվ որ մեկ տուն որ մտնեք, առաջեսեք, բարև այս տանը։ Եթե հոն բարևի արժանի մարդ մկա, ձեր բարևը պիտի հանգչի անոր վրա, ապա թե ոչ ձեզ պիտի դառնա։ Այն տանը մեջ մնացեք եւ անոնց քով կերեք ու խմեք, վասնզի մշակը իր վարձքին արժանի է։ Տունետուն մի փոխվիկ։ Այսինքն այդտեղ հնարավորություն կա ավետանելու, այդտեղ այդ գործը արեք։ Նաև 17-ից 20 համարները։ 72 աշակերտները դարձան ուրախությամբ եւ ասին. Տեր քո անունովը դևերնալ մեզ կհնազանդին։ Հիսուս նրանց ասավ. Սատանան փայլակի պես երկնքեն վար ընկած կտեսնեի, այսինքն իջել ամարտկությանը խապելու համար։ Ահա ձեզի իշխանություն կտամ օծերի եւ կարիճների եւ թշնամիների բոլոր զորությունների վրա կող կրտելու եւ բնավ բանը ձեզ պիտի չվնասե։ Բայց դուք անոր համար մի ուրախացեք, որ չար ոգիները ձեզ կնազանդին, հապա ուրախացեք, որ ձեր անունները երկնքում կենաց գրքի մեջ գրված են։ Ահա մեծ զագույն ուրախությունը, որ հավատացյալը կարող է ունենալ, մեր անունները կենաց գրքի մեջ գրված է։ Լավ։ Ասեցինք 70 թվի մասն ենք խոսում, այստեղ էլ կարդացինք 72։ Չի համընկնում։ Ինչ անենք, Տեր Աստված։ Փորենք, բնագիրը նայենք եւ այլն եւ մեզ բացահայտվի հետեւյալը։ Անգլերենում գրված է 70, ռուսերենում գրված է 70, հունարենում գրված է 70։ Լավ, մեր մոտ ինչի է 72։ Գաղտնիքը սրա մեջ է։ Միջև տպագրական գործիքների հայտնագործելը, երբ որ արդեն տպագրում էին, միջ այդ բոլոր գրությունները ինչպես էր ձեռագրով։ Նվիրյալներ կային, որ դարե-դար ձեռագրեր են գրել, Սուրբ գրքի գրությունները ձեռագրով են գրել։ Եվ այդ ձեռագրերից մեկի մեջ գրված է եղել 72, հայրենը դրանից է գալիս։ Ընդունենք որպես սխալ, երբեք կարող ենք ասել սա փոքրիկ, աննշան վրիպակ է։ Եվ մեծ հաշվով տարբերություն կա 70-ի կամ 72-ի միջև։ Չկա տարբերություն։ 70-ին ղրկեց կամ 72-ին ղրկեց, տարբերություն չկա, կարևոր այդ առաքելությունն էր, որ նրանք գնացին կատարելու։ Եվ Հիսուս ասաց 2-2 գնացեք։ Հիմա մենք ինչ անենք, ավետարանության գործի համար 2-2 գնանք տների դռները թակենք։ Պետքություն չունենք, այն ժամանակ աշակերտները աշխարհի տարբեր ծայրերը պիտի գնային 2-2 գնացին։ Մենք այդ ավետարանությունը կարող ենք անել մեր ընտանիքի մեջ, մեր շրջապատի մեջ, մեր աշխատանքի տեղում ցանկացած հարմար պահի։ Անշուշտ այս 2-2 գնալու խոսքը վերցրել են աղանդավորները ցույց տալու համար, որ իրենք Հիսուսի պատվիրանն են կատարում։ Եհովայի վկաներ 2-2 դռները թակում են, թույն են բերե, բարի լուր ենք բերե ձեզ, ոչ թույն եք բերե։ Հայ ժողովուրդ, լսեք, եթե Եհովայի վկան քո դուռը թակում է, փակի այդ դուռը, մի բացի։ Գրված է նրանք, որ Քրիստոսի վարդապետությունը չեն բերում, նրանց անգամ բարևել մի տուր։ Բայց աներես են այս մարդիկ։
Դուրը իրենց վրա փակում են, պատուհանից են մտնում։ Պատուհանն են փակում, երթիկից են իջնում։ Այսինքն ամեն միջոց գործածում են մարդկանց թունավորելու համար։ Նույնը այս կարմրաթուշ երիտասարդ մորմոնները, որոնց հատուկ ընտրել են, շատ բարի վարվեցողությամբ, հայրեն իրենց բաջերը վրաները հայրեն անունները գրված, երիչ այսինչ եւ այլ, հայրեն էլ խոսում են։ Եվ հայրեն էլ խոսում են, որ տները մտնեն շատ, այսինքն եւ մարդկանց գրավում են, տիկին ասենք ինչ տիկինով, պայծառը, ենթադրենք։ Տեսնում ես երիտասարդները ուրեմն հայրեն է խոսում, տղա ջան ներս եկեք, մի հատ էլ հայկական հյուրասիրություն կանի նրանց, չիմանալով որ թույն են բերել իրենց տուն։ Վտանգավոր աղանդ է սա, նույնպես։ Լավ, 70 թե 72 ասեք։ Վստահ 70, ինչու ենք համոզված, որ 70, որովհետև զուգահեռներ են անցնում։ Այն ինչ որ Մովսեսի ժամանակ Աստված հրամայեց 70 անձերի ընտրել Աստծո գործի համար։ Նույն կերպով Հիսուս 70 աշակերտների ընտրեց Աստծո գործը կատարելու համար։ Սա հանձնարարական էր, Great Commission, որպեսզի Աստծո խոսքը ամենուրեք տանեն։ Եվ մենք կարդում ենք Մատթեոս 28:19-ում գրված է. Գնացեք եւ բոլոր ազգերին աշակերտեցեք, ավետարանեցեք, ովքեր էլ որ հավատան, նրանց մկրտեցեք անվամբ Հոր, Որդու եւ Սուրբ Հոգու։ Աշակերտների գլխավոր հանձնարարականը սա էր, փրկության ավետարանը տանել մարդկանց։ Եվ Ղուկաս 24:47-ում Հիսուս աշակերտներին երբ որ խոսում էր, ասաց իմ անունով ապաշխարություն եւ մեղքերի թողություն պիտի քարոզվի բոլոր ազգերին։ Հիսուս տվեց գլխավոր նյութը, ապաշխարություն եւ մեղքերի թողություն։ Աստծո համար ամենակարևորագույն բանը որն է? Մարդկանց փրկությունը։ Եվ Աստված այդ միջոցը հանել է։ Ասացիք, որ 70 թիվը նաև ժամանակագրական խորհրդանիշ է։ Դանիել մարգարեն, երբ Տիրոջ առջև իր մեղքերի մասին էր խոսում, խոստովանում էր, նաև ասում էր ովտև Իսրայելին ների իրենց բազմաթիվ մեղքերի համար ողորմություն արա, նաև հետևյալն ենք մենք կարդում Դանիել 9-րդ գլուխ եւ 20 համարից։ Ու երբ ես տակավին կխոսեի, կաղոթեի եւ իմ մեղքս ու իմ ժողովրդիս Իսրայելի մեղքը կխոստովանեի եւ իմ Աստծուց սուրբ լեռան վրա իմ աղաչանքս իմ Տեր Աստծուն կմատուցանեի, երբ ես տակավին աղոթքի մեջ կխոսեի, ահա այն առաջին տեսիլքի մեջ տեսած մարդս Գաբրիելը, հրեշտակապետը, շուտ մթրջելով ինձի դպավ իրեկվան զոյին ատենը ու ինձ խոսելով ասավ. Ով Դանիել, հիմա եկա, որ քեզ իմաստություն պարգևեմ։ Քո աղաչանքից սկիզբը պատգամ տրվեցավ ու ես եկա, որպիսի պատմեմ, վասնզի դու Աստծո սիրելին ես։ Ուրեմն պատգամը միտքդ պահե եւ տեսիլքը հասկացիր։ Հանցանքը վերջանալու ու մեղքը հացնելու եւ անօրությունը քավելու եւ հավիտենական արդարությունը բերելու եւ տեսիքն ու մարգարեությունները կնքելու ու սուրբերին սուրբը, ով է սուրբերի սուրբը? Տեր Հիսուս։ Օծելու համար քու ժողովրդիդ ու քու սուրբ քաղաքին համար 77 որոշված է։ Եվ գիտցիր եւ հասկացիր, թե Երուսաղեմը նորից շինելու հրամանը ելնել են միջև օծյալ իշխանի գալը 7 եւ 62 կա, միջև նորից հրապարակը եւ Պարիսպը շինվի նեղության ժամանակների մեջ։ 62 հետո օծվածը պիտի կտրվի, բայց ոչ իր համար։ Հիսուս պիտի զոհվի, բայց ոչ իր համար, մեզ համար։
Եկող իշխանի ժողովուրդը քաղաքն ու սրբանը պիտի կործանե, ով է այս իշխանը։ Մեսիայի անունով պիտի գա, նեռը, եւ Հեղովը վերջ պիտի ըլլա, միջև պատերազմին վերջը ավերումներ սահմանված են։ Եվ յոթյակը, այսինքն 7 տարի շատերի հետ ուխտ պիտի հաստատե, եւ յոթնյակի մեջտեղը, այդ մեջտեղը ինչքան ալնում, 3.5 տարի զոհն ու պատարակը պիտի դադարեցնե։ Եվ ավերողը պղծության տաճարի վրա պիտի ըլլա, միջև որ ավերվածի վրա նախասահմանյալ կորուստը թափվի, այսինքն նեռի վրա։ Երուսաղեմը նորից շինելու հրամանը։ Պատմական որոշում եղած 445 թվականին Քրիստոսից առաջ BC այդ ժամանակ հրամանը ելավ Նեեմիա երկրորդ գլուխ առաջի համար Նիսան ամսվան մեջ ինչ անունն է չէ Նիսան մեքենայի մակնիշ չի սա ձեզ համար Նիսան մեզ համար մարտ եւ ապրիլ ամիսներն են Արտաշես թագավորի 20-րդ տարին Պարիսպը պիտի շինվեր Եվ եթե պատմությունը կարդանք, ինչ ահավոր հակառակության մեջ այդ Պարիսպը շինվեց։ Եվ որ ասում ենք 7 յոթնյակ ինչ է նշանակում։ 7 անգամ 7 տարի։ Բազմապատկում ենք դուրս է գալիս 49։ Եվս 62 յոթնյակ միջև օծյալը գա եւ կտրվի, այսինքն Հիսուսի զոհվելը 62 անգամ 7 434 Հիմա ունենք 49 7 յոթնյակ եւ 62 յոթնյակ 434 բոլորը մեկտեղ դուրս է գալիս 483 տարի միջև օծյալ իշխանի Տեր Հիսուսի զոհ լինելը որ տեղի ունեցավ 30 թվական Քրիստոսի թվարկության Ուրեմն ամբողջացավ 7 յոթնյակը Եվ 62 յոթնյակը իրար գումարում ենք, որքան է դուրս գալիս, 69 յոթնյակ։ Ձեր դեմքերից էլ հասկանում են, որ այս թվերը ասելով դեռևս ձեր մտքի մեջ չեք տեղավորում։ Մենք չենք հետապնդում այսօր 70 յոթնյակի քննարկումը, որովհետև դա անգամ մեկ քարոզախոսությունը, այդպիսի քարոզախոսություն ունեցանք եւ աշխատեցինք ժամանակի մեջ տեղավորվել Դանիելի 77-նյակ կարող եք լսել այդ քարոզախոսությունը։ Ուրեմն 69 յոթնյակ ամբողջացավ, մնաց որը 1 յոթնյակ, այսինքն 7 տարի։ Դանիելի կարդացած ուրեմն 9-րդ գլխի 27 համարը կարդանք։ Յոթյակը շատերի հետ ուխտը պիտի հաստատե եւ յոթյակի մեջտեղ զոհն ու պատարակը պիտի դադարեցնի։ Նեռը երբ որ գա, առաջի 3 տարին սատանայական հանճարով լեցուն պիտի կարողանա ամբողջ մարդկությանը համոզել, որ ինքը Քրիստոսն է։ Մանավանդ, երբ որ հրամանը տաճարը սարքվելու, որին ուրեմն հрьяաները սպասում են հազարավոր տարիներ, այդ տաճարը պիտի սարքվի եւ գրված է, այսինքն հաստատված է այդ ամբողջ նախագծերը 3 ամսվա մեջ տաճարը կարող է սարքվել։ Նրանց թույլ պիտի տրվի զոհերը անելու եւ հрьяաները պիտի ասեն Քրիստոսը եկել է։ Նեռը աշխարհի համար մեծամեծ գործեր պիտի անի։ Հսկայական տնտեսություն, բարգավաճում մարդկանց համար, մարդիկ պիտի երկրպագեն այդ անձին, սատանայի որդուն, որպես Քրիստոս, որպես Աստված, իրապես պիտի երկրպագեն։ Բայց երբ որ այդ 3.5 տարին լրանա, նեռը իր դիմակը պիտի պատռի։ Այն ժամանակ է, որ պիտի տեղ ունենան այն արհավիրքները, որ աշխարհի վրա պիտի գան։ Շատ հաճախ մարդիկ հավատացյալներ շփոթվում են, որտեղ գրված է 42 ամիս, 3.5 տարի, ժամեր, ժամանակներ, կես ժամանակ, ասում են, ուրեմն այդ ամբողջ շրջանը ոչ թե 7 տարի, այլ 3.5 տարի է։
3.5 տարին մեծ նեղության շրջանն է։ Եկեք կարդանք Թեսաղոնիկեցիների նամակում առաջին նամակ 5-րդ գլուխ 3-րդ համար։ Երբ ասելու լինեն, թե խաղաղություն եւ ապահովություն է համաշխարհային, ներկայս չպիտի լինի, անգամ Ռուսաստան, Ուկրաինա եթե համաձայնվեն, տարբեր տեղերում միշտ պատերազմ պիտի լինի։ Այն ատեն կորուստը հանկարծակի անոնց վրա պիտի հասնի հղի երկունքի պես եւ պիտի չազատին։ Բայց դուք եղբայրներ խավարի մեկ չեք, որ այն օրը ձեր վրա հասնի։ Այսինքն մենք այստեղ չենք լինելու, որտեղ մենք լուսո որդիներ են։ Այս 7 տարիները դեռ արժևում են ների իշխանության ճշմարիտ եկեղեցին, բաղկացած բոլոր վերստին ծնունդ ունեցող հավատացյալներից արդեն հափշտակված պիտի լինի նախքան ների գալուստը։ Մենք պիտի հափշտակվենք, ները պիտի հայտնվի երկրի վրա։ Ոմանք ասում են, դե գրված է, որ այն, որ կարգիլ է, պիտի արգիլ է, միջև ինքը մեջտեղից վերցվի, դա Սուրբ Հոգին է։ Մեծ սխալ է սա։ Սուրբ Հոգին երբեք չի վերցվում։ Ստեղծագործության սկզբից ջրերի վրա կշրջեր, ամբողջ տիեզերքում է Սուրբ Հոգին, եւ մեծ նեղության շրջանին փրկվողներ պիտի լինեն, ովքեր են սրանք ջերմակ հանդերձներ հակած, սրանք են մեծ նեղության շրջանից եկողները, որոնք իրենց հանդերձները գառնուկի արյունով լվացին եւ ջերմակացրեցին։ Սրանք պիտի կոչվեն հարսի բարեկամներ, որոնք իրենց մահվան միջոցով, այսինքն մեռնելով, սպանվելով ների կողմից պիտի հայտնվեն երկնքում։ Եղբայրներ, քույրեր, Տիրոջ գալուստը շատ մոտ է։ Հոգին է վկայում։ Այս օրերի մեջ շատեր երկրորդ գալստյան մասն են խոսում։ Ամեն մարգարեությունները կատարված են, մնում է այն ակնթարթը, որ փողը հնչվի, մեռելները հարություն առնեն առանց ապականության, մենք էլ փոխվենք։ Վատ լուր բոլոր նրանց, ովքեր որ Հիսուսին որպես Տեր եւ Փրկիչ չունեն։ Հափշտակությունից հետո դուք պիտի մնաք երկրի վրա, ները հակա Քրիստոսը պիտի գա, ձեզ պիտի չարչարի, ձեր վրա իր կնիքը պիտի դաջի, եւ դուք նրա սեփականությունը պիտի դառնաք, դրանից հետո փրկություն այլևս ձեզ չպիտի լինի։ Վերջավորությունը ծծումբով այրված կրակի լիճ, որտեղ պիտի լինի լաց, ակրաների կրճտոց, հավիտյանս հավիտենից։ Կարծում եմ, որ այնքան խելամիտ ես, որ չես ուզի, որ այդպիսի վիճակի մեջ հայտնվես։ Մեկ քայլ ունես անելու, Սուրբ Գիրքն է ասում։ Հիսուսին որպես քո Տերդ եւ Փրկիչդ ընդունի։ Հենց այս պահին հավատալով նրան եւ խոստովանելով մեղքերդ, ասա Տեր Հիսուս, արի իմ կյանքիս մեջ, ների իմ բոլոր մեղքերս։ Ուզում եմ, որ դու լինես իմ Տերս եւ իմ Փրկիչս։ Քո իսկ խոսքերով, եթե դու անկեղծությամբ այդ աղոթքը անես, Տերը քեզ պիտի այցելի եւ Սուրբ Հոգիով պիտի կնքի, որ դառնաս Աստծո որդի եւ հավիտենականության ժառանգորդ։ Աստված թող այս իմաստությունը տա ամեն մեկ հայորդու, որ իր փրկությունը գտնի Հիսուս Քրիստոսի մեջ։ Այսքանով ավարտում ենք այսօրվա մեր քարոզախոսությունը, Տեր օրհնի իր խոսքը ձեզանից ամեն մեկին, Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքը, Հայր Աստծո սերը եւ Սուրբ Հոգու հաղորդությունը Աստծո ժողովրդի հետ լինի, ամեն։
Տիրոջ։